Դե ինչ ողջույն հարգելի բարեկամներ, բարի գալուստ update լրատվական, ես Ռաֆայել Մնացականյանն եմ և առաջարկում եմ միասին թարմացնել օրվա լրահոսը։ Այսպիսով, այսօր կառավարության նիստներ և առավել ուշագրավ դրվագներին ուշադրություն ենք դարձնելու միասին։ Այսպիսով, կառավարության նիստ, որի ընթացքում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների շրջանակների վերաբաշխում կատարելու հարցը քննարկելու ընթացքում վարչապետը անդրադարձավ Արմավիրի մարզի Այգևան համայնքում մոդուլային տիպի մսուր մանկապարտեզին առնչվող աշխատանքներին և դրա գործարկման ժամկետներին։ Տարածքների կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը, ով դեռ 3 առաջի օրը Արմավիրի մարզպետն էր, հիշեցրեց, որ մսուր մանկապարտեզի աշխատանքները ավարտական փուլում են գտնվում, հիմա գույքի ստացման գործընթացի մեջ են և գազամատակարարման հետ կապված վերջին հարցերն են լուծում, մի խոսքով այս տարվա ընթացքում մանկապարտեզը կբացվի։ Բայց մի րոպե, սա այն մանկապարտեզներ չէ, որ եթե չեմ սխալվում, ամիս ու կես առաջ պիտի աշխատեր։ Բայց տենց էինք պլանավորում, պիտի չաշխատեր արդեն։ Պլանավորած էր հոկտեմբերին, բայց գազի միացման հետ կապված խնդիրներ էին առաջացել եւ հիմա այդ հարցը կարգավորել են արդեն։ Գազամատակարարումը ներքին ցանցը կառուցված էր, միացնելը ոչ։ Ինչ անհարմար բան ստացվեց, բայց հիմա ինչ պիտի անենք։ Հա բայց էլի որ գալիս ենք, այցիկոնը մի ասեք, որ հոկտեմբերին բացվելու, ասենք հիմա մարդիկ ասենք այդ գյուղի ժողովուրդը տեսել են, չէ՞։ Տեսախցիկների առաջ ասել եմ երբ է բացվում, ասել եք հոկտեմբերին է բացվում, ես էլ գրել եմ։ Հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է։ Իմից ստացվեց, որ սուտ ասեցի։ Ստացվեց։ Ասեք խիկ ասում, տենց հոկտեմբերին բացվում է։ Ես զգուշացնում եմ, սրանից հետո մի հատ ժամկետ եղավ, խախտվեց։ Կոնկրետ գալու անձնական պատասխան։ Որևէ մեկը ինչ չասի, մի հատ ժամկետ, մի հատ տվյալ, որը ստուգված, վերստուգված չի։ Որևէ մեկ ամենափոքր բանը։ Ինչքան կարելի է ասենց, այ ժողովուրդ ջան։ Հիմա ասում եմ, կարան այդ գյուղի ժողովուրդը ասեն եւ հանրապետության ժողովուրդը ասեն, վարչապետը սուտ ասեց։ Կարան թե չեն կարա, իհարկե կարան։ Հիմա մենք կբացատրենք, որ գազի մարդը այդ օրը մի քիչ շատ էր խմե առավոտը ուշ արթնացավ, հետո ճամփին մեքենայի անիվը թողեց, այդ օրն է քամի էր, չգիտեմ, բայց դա ինչ կապ ունի։ Փաստորեն նորանշանակ նախարար պարոն Խուդաթյանը նոր պաշտոնի առաջին աշխատանքային օրվա ընթացքում նկատողություն ստացավ նախորդ պաշտոնի համար։ Այսինքն մարդ, ով նախորդ պաշտոնում կարծես թե թերացել է իր աշխատանքում, հիմա նշանակվել է նախարար ու առաջին օրով բոլորի ներկայությամբ նկատողության է արժանանում։ Չեմ ուզում չարախոսել, բայց մի տեսակ մեկնարկը խոստումնալից չէ։ Չգիտեմ այս խիստ խոսակցություններից հետո իրավիճակը կփոխվի թե ոչ, բայց նոր նիստերի ժամանակ բովանդակային ինչ-որ մի բան փոխվել է հաստատ։ Երբեմն պատրաստվելիս եթերին մտորում եմ, եկեք միասին պատկերացնենք, ինչ կլիներ, որ այսպիսի ելույթներով ասեմ, պահանջներով ասեմ, կառավարության նիստ լիներ, ասենք 5 տարի առաջ կամ 4 տարի առաջ։ Լավ, անգամ եթե 3 տարի առաջ լիներ, վստահեցնում եմ ձեզ, մենք էապես այլ երկրում կապրեինք։ Թե չէ հիմա վարչապետը խոսում է ապապետական մտածողությունից։ Նկատում է, որ այսպիսի մտածողությունը նկատի ունեմ ապապետական, ամեն քայլի է հանդիպում։ Վարչապետը խիստ քննադատությամբ անդրադարձավ հանրային ճանապարհների ինքնակամ վնասման դեպքերին, կոչ անելով կանխել նման երևույթները։ Նիստի ընթացքում վարչապետը ներկայացրեց իր անձնական դիտարկումները եւ ընդգծեց համայնքային, տեսչական մարմինների եւ ոստիկանության անելիքները խնդրի լուծման գործում։ Տասնյակ տարիներով, բառից բուն իմաստով, ես գիտեմ այդ ճանապարհը, տասնյակ տարիներով քանդած ճանապարհը կառուցում ենք, մայթը կառուցում ենք, վերականգնում ենք, բառից բուն իմաստով ավերակ է, այնտեղ ճանապարհ չկա։ Հետո ասես գնամ հələ տենամ մարդիկ այդ ճանապարհից օգտվում են, գնում ենք, ինչ ենք տենում։ Տենում ենք մեկը բերելա մի ավտո ավազ թափելա բանի մայթի վրա։ Այն մեկը բերելա, ասենք, ենթադրենք, քար աշարել մայթի վրա։ Այն երրորդը ասֆալտի վրա բետոն է անում։ Ասենք, որ մարդուն ասես, ես ինչ ես անում, կնայեք, ասի, ինչ եմ անում, որ ասֆալտի վրա բետոն է անում, հասկանում եք։ Հետո այդ բետոնի մնացորդը մնում ասֆալտի վրա, կեսը մայթին, կեսը ճանապարհի վրա, կեսը գծանշման վրա,
ու տենց ոնց որ ոչի բան չի եղել, թողում գնում ես իրանց տեղերին։ Ու որտեղի պաշտոնյային ասում ես, էս ի՞նչ է։ Նա մեզ որ ճպճպացնում ասում, իսկ ի՞նչ է որ, մարդը ավազա բերել է, 7 կռազ ավազա թափե մայթի վրա, բաբա ի՞նչ անի, որ ինչ ուր տանի այդ ավազը։ Կներեք արտահայտությունից ուր ուզում է տանի։ Դե ինչ խոսք, ամեն անկյունում մենք տեսնում ենք նման երևույթներ, բայց ինչպես անենք, որ այդպես չլինի, հարց է առաջանում։ Մտահոգիչ է նաև այն, հարգելի բարեկամներ, որ այս թեմաները վարչապետի մակարդակով են ընթանում կառավարության նիստի ժամանակ։ Երկրի ղեկավարը նիստի ժամանակ մի ժամ բացատրում է, որ ասֆալտի վրա բետոն անել չի կարելի, բայց կներեք, միթե դա չպիտի անի օրինակ համայնքապետը, թաղապետը, գյուղապետը վերջիվերջո կամ խոշորացված համայնքի ղեկավարը, փոխմարզպետը, մարզպետը, տարածքների կառավարման ենթակառուցվածքների փոխնախարարը, այսինքն տրամաբանությունը այն է, որ մինչև վարչապետի մակարդակին հասնելը դա հաստատ պետք է քննարկվի նաև այլ մակարդակներում կամ օրինակի համար լսեք այս հատվածը։ Քայլում ես, ասենք մարդը իր երեխու հետ քայլում է կամ մանկական սայլակով քայլում է, մեկ է տեսնում եմ մի հատ ասենք բանի 61 թվի արտադրության գազ 66-ի ռամայա դրած սենց մայթի վրա։ Դե պապու ռամանա բա։ Բա այս միակ հիշողությունն է մնացել պապից, բա կարող է բան անենք, տանենք, ինչ անենք։ Կներեք ամենայն հարգանքով տարեք ձեր ննջարանում դրեք պապու բաննա, հիշատակն է, կախեք պատից։ Բայց քաղաքացին մեղավոր է, որ պետությունը փող է ծախսել, որ քաղաքացին մայթով քայլելու, երեխայի հետ զբոսնելու հնարավորություն ունենա, մենք մեր պապու 66-ի ռամեն բերում դնում ենք այդտեղ, ասում ենք դե պապին է, գիտես մեր պապին, այդ ձեր ցավը տանեմ, ամենայն հարգանքով բոլոր տարեք ձեր տանը դրեք։ Ու ինչ, ինձ մոտ հարց է առաջանում, օրինակ ինչու այս թեմաներով հանրային քննարկումներ չեն անցկացվում։ Ամենայն լրջությամբ, փոխարենը, գիտեք, հիմա նորաձև է, բոլորը քաղաքական վերլուծաբաներ են դարձել, ամենայն լուրջ դեմքով, հայեցի պաթոսով, Facebook լայվերով զբաղվում են քաղաքական աստղագուշակությամբ։ Ընկերներ, Պուտինի եւ Ալիևի երազները կանխատեսելու եւ մեկնաբանելու փոխարեն լավ կլիներ նույն ջանասիրությամբ այսպիսի ամենօրյա հարցեր քննարկեինք եւ տարական թվացող հարցերը, որպեսզի կառավարության նիստին չհասներ, այլ քննարկվեր այլ տարածքներում։ Բայց մյուս կողմից սա էլ գալիս է մեր հասարակության մտածելակերպից, ամեն ինչը կոթողացնելուց։ Սա կոթող է, սա մասունք է, մյուսը ժառանգություն է, այն մյուսը ազգային արժեք է, մյուսը համազգային չգիտեմ ինչ է եւ այսպես շարունակ։ Մեր բակում էլ ես հիշում եմ մանկությանս տարիներին այդպիսի մի մշտենջենական կարմիր զոպորոժեց կար, որից ազատվելը մի քանի անեծքի եւ անձնական հարաբերությունների խզման պատճառ դարձավ։ Բայց հարցը լուծվեց բակի մակարդակով, շենքի մակարդակով եւ ամեն ինչ անցավ։ Խնդիրը այն է, որ մեր հասարակության մի մասը անտարբեր է, մյուս մասը զգուշավոր է, մյուս մասն էլ չգիտես որտեղից եկող անհասկանալի հասկացողությունների կրողն է դարձել։ Կգան պատուանի դիմաց, ասեն կրպակ կդնեն, արևի լույսը կփակեն, կեղտաջրերը կլցնեն բակ, բայց կյանքում չի բողոքի։ Այդ ուժած կողմը կյանքում չի բողոքի։ Ինչու՞։ Դե առաջինը երևի մտածում է, որ միգուցե դիմացինը ուժեղ կերպար է, ժողովրդի լեզվով ասած մեջ կպինդ է, ու նրա այդ խնդիր ունենալը այդքան էլ լավ բանի չի հանգեցնի։ Մյուսը մտածում է, դե մենք թաղում հարգանք պատիվ վայելող մարդիկ ենք, հո չենք բողոքի, բողոքելս որն է, դա հայեցի չէ, ընդհանրապես իրավական համակարգին դիմելը տասնամյակներ շարունակ մեր հասարակության մեջ խիստ բացասական երևույթ է եղել, իսկ իրավունք պահանջող պահանջատերերը հասարակության կողմից պախարակված կերպարներ են եղել։ Եվ այս համատեքստում Փաշինյանը կարևորեց պարեկային ոստիկանության դերը, իդեպ նկատի ունենալով, որ այստեղ եւս իրավիճակ է փոխվել, ասեմ, որ ոստիկանության մասին քանի որ խոսք եղավ, վարչապետը այսօր ներքին գործերի նախարարության աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին։ Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց Վահե Ղազարյանին ներքին գործերի նախարարի պաշտոնում կատարած աշխատանքի եւ ներդրման համար եւ ընդգծեց, որ պետք է արձանագրել, որ պարոն Ղազարյանի դերը ոստիկանության բարեփոխումների մեկնարկի եւ հաջող ընթացքի գործում անուրանալի է։
իսկապես այս բարձր ժամանակահատվածում ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունը պարոն Ղազարյանի առաջնորդությամբ եւ ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը եւ միևնույն ժամանակ բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել, եթե ճիշտ եմ հիշում, համենայն դեպս պարոն Ղազարյանը այդպես է ասել եւ վիզուալ էլ այդպես է, ըստ էության մեր հանրապետության գոյության ընթացքում թերևս վերջին տարիներին ամենամեծ ներդրումներն են արվել ոստիկանության ներքին գործերի նախարարության համակարգի վրա եւ ըստ էության 90-ականների սկզբից հետո ամենամեծ, ամենամասշտաբային համակարգային փոփոխությունն է տեղի ունեցել։ Հաջորդիվ վարչապետ Փաշինյանը ներկայացրեց արդեն ներքին գործերի նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին, բոլորի ուշադրությունը հրավիրվեց Տիկին Սարգսյանին, վարչապետի խոսքով Տիկին Սարգսյանը նույնպես ոստիկանության բարեփոխումների եւ ներքին գործերի նախարարության ձևավորման գործում շատ էական ներդրում է ունեցել եւ ունի։ Արփինե Սարգսյանը նույնպես շնորհակալություն հայտնեց վարչապետին բարձր վստահության համար եւ նշեց, որ համակարգում իր ունեցած փորձառությունը եւ Վահե Ղազարյանի գլխավորությամբ իրականացված հսկայածավալ աշխատանքի արդյունքները թույլ կտան արդյունավետ աշխատել արդեն նոր նվաճումներ արձանագրելու համար։ Այս 3 ծառայությունները, որոնք նախարարության ենթակայության տակ են գործում, թերևս հանրության հետ շփման ամենամեծ ազդեցության գոտին ունեն։ Եվ հետևաբար հանրային վստահության տեսանկյունից հանրության ակնկալիքը շատ ավելի շոշափելի է, շատ ավելի տեսանելի է, եւ պետք է նկատենք, որ վերջին շուրջ 2 տարիների ընթացքում մենք ունենք հանրային վստահության աճ ներքին գործերի նախարարության նկատմամբ եւ հետեւողականորեն ուզում եմ համոզմունք հայտնել, որ նախարարության պրոֆեսիոնալ թիմը իմ գլխավորությամբ իհարկե պարոն վարչապետ ձեր աջակցությամբ, ձեր վստահությամբ շարունակելու է հետեւողական քայլեր ձեռնարկել այս վստահությունն էլ ավելի ամրապնդելու, հանրային անվտանգության էլ ավելի բարձր մակարդակ երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Վերադառնանք կառավարության նիստին։ Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեցին աղքատության գնահատման եւ զբաղվածության ռազմավարական փոփոխությունների վերաբերյալ նոր մոտեցումները։ Աղքատության գնահատման համակարգում մեր ռազմավարությունը հետեւյալն է, որ աշխատունակ մարդուն քայլ առ քայլ պետք է հրաժարվենք ընդհանրապես որևէ աջակցություն տրամադրել։ Բայց մյուս կողմից էլ սահմանափակում ունեցող մարդկանց պարագայում պետք է օգնենք, որպեսզի նրանք աշխատանքային հմտություններ ձեռք բերեն։ Մի հատված նիստից։ Մարդը ասում է, չեմ աշխատում, որովհետև աշխատավարձը ցածր է, կողքից լիք մարդը ասում են, հա, ճիշտ ասում, բայց չաշխատելու աշխատավարձը ուրեմն եթե տենց է ժողովուրդ ջան, էլ ինչ խնդիր կա, դե եթե չաշխատելու աշխատավարձը ավելի բարձր է, էլ ինչ ենք ուզում իրարից, շատ լավ։ Ուրեմն հաղթահարենք աղքատությունը չաշխատելով։ Եթե աշխատելը մեզ հնարավորություն չի տալիս, որ մենք աղքատությունը հաղթահարենք, ուրեմն մենք չաշխատելով հաղթահարենք։ Ու մնացած մեր բոլոր խնդիրներն էլ լուծենք չաշխատելով։ Գիտեք, ես հիշում եմ ժամանակին տարբեր հարթակներից հայտնում էին, որ մի շարք մարդիկ տևական ժամանակ ճակերտավոր նպաստ էին ստանում կեղծ փաստաթղթերի հիման վրա, կամ ոմանք ստանում էին նպաստ, բայց նաև աշխատում էին գրանցում չունենալով, որպեսզի չկտրվեն նպաստից։ Հիմա այս ամենը լսելով հարց է առաջանում, քանի հոգի բացահայտվեց, քանի հոգի դատապարտվեց, քանի հոգի տուգանվեց։ Այնց այստեղ է, որ հարցեր են կուտակվում մեր հայրենակիցների մոտ, որ տասնամյակներով արմատացած խնդիրները, մանավանդ որոնք նյութական շահույթ են հետապնդում, իրապես շատ բարդ է փոխելը, մարդիկ դժվարությամբ են այդ ամենին հաշտվում։ Հիշենք նաև, որ մենք մի հասարակություն ենք, որ տասնամյակներով գլուխ է գովացել, որ չի աշխատել ու ապրել է։ Դե հիմա էլ մենք խաղում ենք այդ չաշխատելու ու ապրելու պտուղները։ Դեմ չկա, որոշումն ընդունված է։ Եվ շարունակելով արդարադատության թեման, ունենք նոր նշանակում, Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ստորագրել է որոշումը։
Շարունակենք քննարկումը, տեղափոխվենք Ֆրանսիա։ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամին Հադադի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, ինչպես նաև Հայաստան-Եվրոմիություն գործընկերության հետագա խորացման հնարավորությունները։ Կողմերը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և մի շարք առանցքային ուղղություններով հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության ամրապնդման կապակցությամբ։ Պարույր Հովհաննիսյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակված խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի։ Իսկ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, գիտեք, Վիետնամում է և Վիետնամ կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Սոցիալիստական Հանրապետության նախագահի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վիետնամական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակներ։ Հայաստանի ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել վիետնամական կողմին ջերմ ընդունելության համար և հավելել, որ Վիետնամ կատարած այցը գնահատվում է շատ արդյունավետ։ Հնդկական մամուլը բավականին ուշագրավ վերնագրերով է այսօր ներկայացել։ Հնդկական պարբերականները գրում են, որ Հայաստանը ակտիվ բանակցություններ է վարում պաշտպանական ստորաբաժանման հետ 78 ժամանակակից քարշակով հրետանային կայանքներ գնելու շուրջ։ 6 հաուբիցից բաղկացած առաջին խմբականակը հաջող փորձարկումներ է անցել Հայաստանում, այդ թվում բարձր լեռնային տեղանքում և հարթավայրերում։ Դրանք դրսևորել են բավականին բացառիկ հնարավորություններ երկրի տարբեր լանդշաֆտներում, փորձարկումները հաստատել են համակարգի ճշգրտությունը մեծ հնարավորությունների վրա, ինչի արդյունքում Հայաստանի իշխանությունները դիտարկել են ավելի մասշտաբային ծավալներով գնումներ կատարելու հնարավորությունը, ասված է պարբերականի հոդվածում։ Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ։ 2024 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի նոյեմբերի 25-ից մինչ 2025 թվականի հունվարի 31-ը ներառյալ։ Ընդունվել են կառավարության նիստում այս որոշումները, նշված է, որ այս ընթացքում պարտադիր զինվորական և այլընտրանքային զինծառայության կենթարկվեն Արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը կամ որոնց տարեկետման ժամկետը ավարտվում է նշված ժամկետում։ Որոշումը նաև նախատեսում է զորակոչել նաև կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել անցնելու շարքային պարտադիր զինվորական ծառայության, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող Արական սեռի քաղաքացիներին։ Պետական եկամուտների կոմիտեն մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Միացյալ Նահանգների արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության փոխգործակցության շրջանակներում օպերատիվ տվյալներ է ստացել այն մասին, որ ուշադրություն Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից օդային ճանապարհով Հայաստանի Հանրապետությունը ներմուծվելու առանձնապես խոշոր չափի կոկային տեսակի թմրամիջոց տեսանյութն է մանրամասնում։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Միացյալ Նահանգների արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության փոխգործակցության շրջանակում օպերատիվ տվյալներ է ստացվել այն մասին, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից օդային ճանապարհով Հայաստանի Հանրապետությունը ներմուծվելու առանձնապես խոշոր չափի կոկային տեսակի թմրամիջոց։ Պետմաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները վերլուծական աշխատանքների արդյունքում պարզել են թմրամիջոց տեղափոխող անձի հնարավոր ինքնությունը։ Մաքսեն հսկողությանը ենթարկվել Սան Պաուլո, Դոհա, Երևան չվերթով զվարթնոց օդանավակայան ժամանած Հարավ-Աֆրիկյան Հանրապետության քաղաքացի Ջ.Մ.-ն։ Վերջինս ենթարկվել է ռենտգեն սկանավորման, արդյունքում անձի որովայնի շրջանում նկատվել են օտար մարմիններ։ Նշված օտար մարմինները քաղաքացու մարմնից հեռացնելու նպատակով վերջինս զվարթնոց օդանավակայանից տեղափոխվել է Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոն։ Նրա մարմնից դուրս է բերվել կոկային տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ փոշենման զանգվածների պարունակությամբ 117 հատ գլանաձև փաթեթավորված պարկ։ Դրանց ընդհանուր քաշը կազմել է 1620 գրամ։ Նշված պատիճների զանգվածները ստուգվել են համապատասխան սարքով և պարզվել է, որ հայտնաբերված զանգվածները իրենցից ներկայացնում են կոկային տեսակի թմրամիջոց։ Հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների զանգվածների շուկայական արժեքը գերազանցում է 550,000 ԱՄՆ դոլարը։
Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծակած հիմնավոր կասկածով Արմենիա Հանրապետական բժշկական կենտրոնից ԶՄ-ն ձերբակալվել եւ տեղափոխվել է Պեկ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ Հայաստանի Հանրապետության տարածքում հիշալ թմրամիջոցները ստացող հնարավոր անձանց շրջանակը պարզելու նպատակով որոշում է կայացվել իրականացնել օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում եւ վերահսկելի մատակարարում եւ գնում օպերատիվ հետախուզական միջոցառումները։ Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Երևանի Իսակովի պողոտայի հասցեներից մեկում գործող հյուրանոցից թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծակած հիմնավոր կասկածով ձերբակալվել եւ Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության 2 քաղաքացի։ Վերջիններս ներկայացվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում բոլոր քաղաքացիները ձերբակալվել են։ Քրեական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդությունները ներկայացվել դատարան, ձերբակալված անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով։ Դատարանի որոշումների համաձայն հիշալ 3 քաղաքացիներն էլ կալանավորվել են։ Եվ շարունակելով արտակարգ թեման, սաղմռկեցուցիչ վերնագիր է հայտնվել մամուլում։ Նոյեմբերի 21-ին ժամը 10:57-ի սահմաններում ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր մարզի Արտաշար գյուղում գնացների կայանման մոտակայքում ավտոմեքենան բախվել է ջերմաքաշին եւ բռնկվել։ BMW-ն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի, հրշեջները կրակը մարելուց հետո հայտնաբերել են տղամարդու մոխրացած կիսամարմին, մարմնի մյուս հատվածն էլ գնացքի գծերի վրա է եղել։ Պատերազմը Ուկրաինայում եւ Միացյալ Նահանգների օգնությունը Կիևին 1000 օր անց։ Ամերիկայի ձայնի մեր գործընկերները ժողովել են թվերն ու փաստերը այն մասին, թե ամերիկացի օրենսդիրները որքան գումար են հատկացրել Ուկրաինային 2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր։ Ամերիկայի ձայնի մեր գործընկերները կշարունակեն թեման։ $175 միլիարդ։ Սա ԱՄՆ կոնգրեսի կողմից Ուկրաինային հատկացված աջակցության ընդհանուր գումարն է, որի հիմնական մասը ավելի քան $100 միլիարդ հատկացվել է 2022 թվականին։ 2022 թվականի մարտին Ուկրաինան Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից մի քանի շաբաթ անց կոնգրեսը ավելի քան $13 միլիարդ օգնություն հատկացրեց Կիևին զենքի գնման, ամերիկյան բանակի սեփական զինանոցը համալրելու, հետախուզական գործողություններ իրականացնելու, ուկրաինական էներգետիկ համակարգերն եվրոպական ցանցին ինտեգրելու, ռուսական ակտիվները որոնելու եւ ապատեակատվության դեմ պայքարելու նպատակով։ Հոլոկոստ է տեղի ունենում, ականատես ենք, թե ինչպես են մարդիկ ավտոբուսների համար հերթ կանգնում հակամարտության գոտին լքելու նպատակով, իսկ Պուտինի հրետանին կրակում է այդ ավտոբուսների ուղղությամբ, ինչ մարդասիրության ու արժանապատվության մասին կարող է խոսք գնալ։ Պետք է ուկրաինացի խիզախ զինվորականներին տրամադրենք ավելի լավ զենքեր, Ջալավին, Ստինգեր կամ այլ տեսակի սպառազինություն։ Բոլորը գիտեն, թե ով է Պուտինը, նա կարծում է, որ հնարավոր է սպանել կանանց եւ երեխաներին։ Զելենսկին պետք է հաղթի, ուկրաինացի զինվորականները պետք է հաղթեն։ Մեզ պետք չէ, որ նրանք պարտվեն։ Հաղթելու համար նրանց ավելի շատ զենք է պետք։ 2022 թվականի մայիսին կոնգրեսի զույգ պալատները հավանություն տվեցին ամերիկյան զենք գնելու համար Կիևին վարկ տրամադրելու օրինագծին, որը Ուկրաինան կարող է հետո մարել։ Խոսքը փաստորեն մերօրյա Լենդ-լիզի մասին է։ Շատ հպարտ ենք նման օրենքի նախագիծ առաջ քաշելով։ Լենդ-լիզը համագործակցության մոդել էր երկրորդ աշխարհամարտից հետո ժողովրդավարության համար պայքարում, եւ սա այն մոդելն է, որին այժմ կհետևենք։ Օգնության հաջորդ փաթեթը $40 միլիարդ հաստատվեց ԱՄՆ օրենսդիրների կողմից 2022 թվականի մայիսին։ Ռազմական եւ հումանիտար օգնության եւս երկու մեծ փոխանցումներ, որոնք ներառում էին պաշտպանության համար նախատեսված միջոցներ եւ Եվրոպայում Միացյալ Նահանգներում ուկրաինացի փախստականներին օգնելու համար նախատեսված գումար, կոնգրեսը հաստատեց 2022 թվականի սեպտեմբերին ամերիկյան ֆինանսական տարվա ավարտից առաջ։ Նույն թվականի դեկտեմբերին նախագահ Զելենսկին Վաշինգտոնում էր, հանդիպելու ԱՄՆ նախագահի եւ կոնգրեսի անդամներին։ Արդեն այդ ժամանակ որոշ դիտորդներ նկատեցին, որ Ուկրաինային աջակցելու հարցում հանրապետականների շրջանում դժգոհություններ են նկատվում։
ԱՄՆ ամսական ավելի քան $5 միլիարդ էր ծախսում Ուկրաինային աջակցելու համար։ Նման պայմաններում 2023 թվականին ֆինանսական տարվա ավարտին Կիևին օգնության նոր փաթեթ ուղարկելու հույսերը չարդարացան։ Այդ նպատակով Բայդենի վարչակազմը կոնգրեսից $24 միլիարդ խնդրեց, սակայն ներկայացուցիչների տան հանրապետական խոսնակ Մաքքարթին ծայրահեղ աճ օրենսդիրների եւ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո հայտարարեց, թե անհրաժեշտ է նախ եւ առաջ կարգի բերել ԱՄՆ ներքին խնդիրները եւ Ուկրաինայից պահանջել ավելի խիստ հաշվետվություն ամերիկյան գումարները օգտագործելու համար։ Շատ մտահոգված ենք հաշվետվողականության հարցով, պետք է հասկանանք, որ երբ ռեսուրսներ ենք տրամադրում, փող չենք ուղարկում, զենք ենք ուղարկում։ Երբ մենք քվեարկում ենք նոր միջոցներ տրամադրելու վերաբերյալ, ապա դրանք պետք է ուղղվեն Ամերիկայի համար արվող մատակարարմանը եւ զենքի արտադրության շղթաների վերականգնմանը։ Փաստորեն տևական ժամանակ գլխավորապես հանրապետական կուսակցության ներսում սկիզբ առած բանավեճերի պատճառով ԱՄՆ կոնգրեսը հրաժարվում էր օգնություն հատկացնել Կիևին եւ ամերիկյան օգնությունը սահմանափակվեց Պենտագոնի արդեն իսկ հաստատված բյուջեում առանձնացված $300 միլիոն։ 2023-2024 թվականների ձմռանն ու հաջորդած գարնանը ԱՄՆ կոնգրեսի դեմոկրատներն ու հանրապետականները ի վերջո պայմանավորվեցին Կիևի համար նախատեսված Վաշինգտոնի աջակցության նոր պայմանների մասին եւ այս տարվա ապրիլին տևական քննարկումներից հետո ամերիկացի օրենսդիրները գրեթե $61 միլիարդ հատկացրեցին Ուկրաինային անհատույց օգնություն եւ վարկային միջոցներ, տրամադրելով, որոնց մարումը ԱՄՆ նախագահը կարող է չեղարկել որոշակի պայմաններով։ Սակայն օգնության նոր փաթեթի միջոցների մեծ մասը մնալու է ԱՄՆ-ում եւ կօգտագործվի նաեւ ամերիկյան բանակի պաշարները համալրելու եւ ռազմական արդյունաբերության արտադրական հզորությունները ավելացնելու համար։ ԱՄՆ կոնգրեսի ստորին պալատը գործադրեց իր կամքը, պաշտպանեց ազգային անվտանգության կարիքների համար լրացուցիչ հատկացումների մասին օրենքի նախագիծը։ Սխալներ չկան, սա դատարկ չեք չէ։ Պատմության մեջ շրջադարձային կետ է Սենատը համատեղ ուղերձ եղեց աշխարհին։ Ամերիկան միշտ պաշտպանելու է ժողովրդավարությունը ամենամեծ կարիքի պահին։ Մենք մեր դաշնակիցներին ասացինք, ձեզ հետ ենք, մենք մեր հակառակորդներին ասացինք, հեռու մնացեք մեզնից։ Կիևին հատկացված նշված $61 միլիարդ օգնության փաթեթը այս պահին վերջինն է։ Չի բացառվում, որ պաշտոնավարման վերջում Բայդենի վարչակազմը կրկին դիմի կոնգրեսին Ուկրաինային նոր միջոցներ հատկացնելու համար։ Թեև այն հաջողելու քիչ շանսեր ունի, գալիք տարվա հունվարից կոնգրեսի զույգ պալատները անցնելու են հանրապետականների վերահսկողության ներքո եւ դժվար թե այնտեղ լուրջ որոշումներ կայացնեն, մինչև ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պաշտոնի ստանձնումը, որի ընթացքում էլ Սպիտակ տան նոր ղեկավարը կհստակեցնի իր դիրքորոշումը Ուկրաինայի հարցում։ Այս պահին հերթը միջազգային լրահոսինն է, որը կներկայացնենք տեսաշարով։ Նոյեմբերի 21-ից 29 Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմածովային ուժերի ստորջիրյա գրոհային ստորաբաժանումները կանցկացնեն համատեղ զորավարժություններ։ Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի Աքսազ ռազմածովային բազայում։ Զորավարժության ընթացքում երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները կիրականացնեն ցամաքային ու ծովային մարտավարության ուսումնասիրում, ուղղաթիռից վայրեջքներ, ափամերձ տարածքի գրավում, չպայթած արկերի եւ ծովայինականների որոնում եւ ոչնչացում։ Ուկրաինան չի ընդունի կիսատ պրատ լուծումներով որևէ նախաձեռնություն, որը ենթադրում է փոխզիջումներ իր ինքնիշխանության կամ տարածքային ամբողջականության հարցում։ Այս մասին Վաշինգտոնում Հելսինկյան հանձնաժողովի նիստում ելույթի ժամանակ ասել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։ Նա շարունակել է, որ ուկրաինացիները չեն ընդունի տարածքներ խաղաղության դիմաց սկզբունքով որևէ համաձայնագիր։ Նրա խոսքով նման գաղափարները կնշանակեն, որ միլիոնավոր մարդիկ կմնան ագրեսորի ձեռքում եւ կենթարկվեն ցեղասպանության խոշտանգումների եւ ճնշումների։ Բացի այդ, Ռուսաստանին նոր տարածքներով պարգևատրելը չի վերականգնի խաղաղությունը, այլ կհրահրի հետագա ագրեսիա։ Սա հանդարտեցում է եւ ոչ թե խաղաղություն։ Հանդարտեցումը նախկինում երբեք չի աշխատել եւ հիմա էլ չի գործի, ընդգծել է Սիբիգան։ Իշխող վրացական երազանք ժողովրդավարական Վրաստան կուսակցության հիմնադիր եւ պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին վարչապետի պաշտոնում առաջադրել է կառավարության ներկայիս ղեկավար Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։ Այս մասին հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարազեն։ Բնականաբար դա արժանացել է քաղ խորհրդի միասնական աջակցությանը, ասել է Մդինարազեն։ Նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։ Այն բանից հետո, երբ խորհրդարանը ստանձնի իր իրավունքները եւ լիազորությունները, ներկայիս կառավարությունը վարչապետի գլխավորությամբ ինքնաբերաբար հրաժարական կտա։ Նախարարները եւ վարչապետը կդառնան ժամանակավոր պաշտոնակատարներ մինչեւ նոր կաբինետի նշանակումը։
ԱՄՆ Սենատը նոյեմբերի 20-ին ձայների ճնշող մեծամասնությամբ մերժել է սենատոր Բեռնի Սանդերսի բանաձևերից մեկը, որոնք առաջարկում են արգելափակել սպառազինությունների առանձին տեսակների վաճառքը Իսրայելին՝ ի նշան Գազայում շարունակվող ռազմական գործողությունների դեմ բողոքի։ 79 կոնգրեսական դեմ է քվեարկել 120 մմ տրամաչափի տանկային արկերի վաճառքն արգելափակող բանաձևին, 18-ը պաշտպանել է առաջարկը։ Սանդերսն ընդգծել է, որ բանաձևերն ուղղված են հարձակողական զենքի դեմ, որը կործանարար հետևանքներով օգտագործվել է Գազայի եւ Լիբանանի քաղաքացիական բնակչության դեմ։ Նրա խոսքով այդ սահմանափակումները չեն ազդի հարձակումներից պաշտպանվելու Իսրայելի կարողության վրա։ Ինչպես նշել է սենատորը, օտարերկրյա օգնության մասին օրենքի եւ սպառազինությունների վերահսկման մասին օրենքի համաձայն ԱՄՆ-ն չի կարող զենք տրամադրել այն երկրներին, որոնք խախտում են մարդու իրավունքները։ Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական երկու հարձակումներն առնվազն 88 մարդու կյանք են խլել։ Հարվածները հասցվել են Գազա քաղաքի Բեյթ Լահիյայի եւ Շեյք Ռադվանի շրջաններին։ Բեյթ Լահիյայում գտնվող հիվանդանոցից հայտնել են, որ գնդակոծվել է բնակելի թաղամասը։ Զոհերի եւ վիրավորների մեծ մասը երեխաներ ու կանայք են։ Հիվանդանոցի անձնակազմը տեղում է եւ փորձում է դուրս բերել փլատակներում մնացած մարդկանց։ Բեյթ Լահիյայում զոհվել է 66 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, իսկ Շեյխ Ռադվանում 22 մարդ է զոհվել, այդ թվում 10 երեխա։ Բացի այդ, նշվում է, որ Իսրայելը հարված է հասցրել նաև Ալ-Մալվասիի հատվածին, որի հետևանքով առնվազն 7 մարդ է զոհվել։ Իսրայելի կողմից սիրիական Պալմիրա քաղաքի 3 տարբեր թիրախներին հասցված հարվածների հետևանքով 49 մարդ զոհվել է, ավելի քան 50 մարդ վիրավորվել։ Զոհերի մի մասը Իրանի կողմից աջակցվող աշխարհազորային խմբավորումների սիրիացի անդամներ էին։ Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտել է այս հարձակումը, նշելով, որ Լիբանանի, Պաղեստինի եւ Սիրիայի դեմ Իսրայելի հանցագործությունները իրական սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար։ Սերբիայի Նովի Սադ քաղաքի գերագույն դատախազությունը հայտնել է, որ 11 մարդ ձերբակալվել է այս ամսվա սկզբին երկաթուղային կայարանի տանիքի փլուզման գործով, որի հետևանքով զոհվել է 15 մարդ։ Երկրի հյուսիսում գտնվող Նովի Սադում վերջերս վերանորոգված կայարանի տանիքը փլուզվել էր նոյեմբերի 1-ին, ինչի հետևանքով զոհվել էր 14 մարդ, 3-ը վիրավորվել էր։ Նոյեմբերի 17-ին վիրավորներից մեկը մահացել է եւ զոհերի թիվը հասել է 15-ի։ Դատախազության հաղորդագրության մեջ ասվում է, որ մի շարք քաղաքացիների հարցաքննությունից եւ դեպքի փորձագիտական վերլուծությունից հետո ձերբակալվել է 11 մարդ, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցավոր գործողություններ կատարելու համար։ Միացյալ Նահանգների հյուսիս-արևմուտքում մոլեգնող ցիկլոնը 2 մարդու կյանք է խլել, կես միլիոն սպառողի զրկել էլեկտրական հոսանքից։ Օրեգոն եւ Կալիֆոռնիա նահանգներում մինչեւ նոյեմբերի 22-ը սպասվում են մինչեւ 40 սանտիմետր տեղումներ։ Օդերևութաբանները նախազգուշացնում են սելավների եւ հեղեղումների վտանգի մասին։ Իսլանդական Ռեյկյանես թերակղզում հրաբխի ժայթքում է գրանցվել։ Իշխանությունները հայտարարել են արտակարգ տարհանման մասին։ Ժայթքումը սկսվել է նոյեմբերի 20-ի կեսգիշերին մոտ։ Տեղի ենթակառուցվածքները եւ բնակիչները միջադեպի հետևանքով ի սկզբանե չեն տուժել։ Իսլանդիայում գրանցված է ընդհանուր առմամբ 33 ակտիվ հրաբխային համակարգ։ Ավստրալիայի կառավարությունը ներկայացրել է օրենսդրություն, որով անօրինական է համարվում մինչև 16 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումը։ Այս մասին նշված է երկրի վարչապետ Էնթոնի Ալբանիզի սոցիալական կայքում։ Սոցիալական հարթակներից կպահանջվի ողջամիտ քայլեր ձեռնարկել կանխելու սահմանված տարիքից ցածր անձանց կողմից օգտահաշիվների ստեղծումը։ Համացանցում անվտանգության խախտման համար Ավստրալիայի կառավարությունը ավելի խիստ տուժեր կսահմանի։ Առցանց հարթակները պարբերաբար թույլ տրվող խախտումների համար կարող են տուգանվել մինչև 50 միլիոն ավստրալիական դոլարով։ Եվ վերջում եղանակի մասին, նոյեմբերի 22-ից 24-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն 25-ին, 26-ի գիշերը, առանձին շրջաներում 25-ի ցերեկը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաներում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը 26-ին կնվազի 6-ից 10 աստիճանով։ Դե ինչ հարգելի բարեկամներ, այսօրվա համար այսքանը, շնորհակալ եմ ուշադրության համար, առավել թարմ լրահոսով կհանդիպենք հաջորդ թողարկմանը, լավ եղեք։